Ես էլ չեմ խոսում պարտքի մարման մասին։ Այս մարդիկ հայտարարել, որ հարցում ես 7-6 միլիարդ, 8 միլիարդը, ինչ եք արել։ Ասում են զենք ենք արել։ Դիմանա հետաքրքիր բան։ Պաշտպանության նախարարության բյուջեն 245 միլիարդից 2018 թիվ դարել է 2025-ի 650, իսկ այս տարի 500 պակասեցրել են 550 միլիարդ։ Սա էլ որ գումարում ես, ստացվում է 2.5 տրիլիոն դրամ։ Բացում ես բյուջեն www.gov.am, բացում ես այն բյուջեն են 1200 էջը, որ ոչ ոք չի նայում, նայում ես պաշտպանության նախարարության էջը մի 40 էջ է, մեջը գրած է ռազմական կարիքները։ Ընդհանուր առմամբ ռազմական կարիքների համար ծախսվել է 2 միլիարդ դոլար։ Այնտեղ գրած է, չէ, զինվորի հագուստը բանը պիտի անես, չէ, զենք չի։ Էլեկտրականության ծախսը, ուտելիքը զինվորի, սպաների աշխատավարձը եւ այլն։ Տեսնում ես, եղբայր բաղուր այդ 8 միլիարդ զենք, իրանք հայտարարեցին զենք են առել։ Այսինքն 6 միլիարդ դոլար 8-ից 2-ն հասկացանք։ Չկա։ Որը։ Կորավ։ Բացում է Ստոկհոլմի խաղաղության ինստիտուտը, որտեղ հստակ գրած է, որ երկիրը ինչքան զենք առնել է, արտադրել չի կարող այդ ինստիտուտը հաշվի։ Այդ ինստիտուտը ընդհանրապես ասում է, որ 7-8 տարում 2018-2025 թվականի Հայաստանը գնել է 1.5 միլիարդի դոլարի զենք։ Այսինքն նույնիսկ 2 միլիարդի չի առել, բայց ես 2 միլիարդ եմ հաշվում։ Այստեղից դուրս է գալի, որ 6 միլիարդ չկա։ Կոռուպցիա է, ինչա, չկա 6 միլիարդ դոլար։ Իհան կարծում են, որ ինչ-որ մի զորահանդես կանեն, մի երկու հատ հին ավտոմավտոներ կներկեն, կբերեն զորահանդեսին ցույց կտան, ու ժողովուրդն կասի, այ, ցավներ տանում, ես ինչ եք անում։ Սա մեկ։ Մի ուրիշ բան ասում։ 8 տրիլիոն դրամի կամ 20 միլիարդ դոլարի պետական գնումն են եղել 8 տարում։ 20 միլիարդ դոլար։ Որից միայն ռեալ 30%-ն է եղել մրցույթով։ 70% առանց մրցույթի։ Հաշվենք, որ մի 20% մրցույթ հնարավոր չէ։ Այս 20 միլիարդ դոլարից առնվազն 10-ը առանց մրցույթի, այն որ իրանք քննադատում են նախորդ իշխանություններին, չէ, առանց մրցույթի։ Նայում ենք իշխանությունների հետ փոխկապակցված անձինք, գործիչներ